Ինչ կասեիք, եթե ձեզ ասեի, որ ձեր հաշվեհամարի գումարի մեծ մասը իրականում գոյություն չունի, որ ձեր դրամապանակի մեջ եղած թղթադրամները արժեք ունեն ոչ թե իրենց նյութով, այլ որովհետև բոլորս այդպես ենք համաձայնել։ Բարի գալուստ Fiat փողի աշխարհ։ Սա համակարգ է, որը կառավարում է բոլոր ժամանակակից տնտեսությունները, չունի իրական արժեք, չի կապվում ոսկու կամ արծաթի հետ, հիմնվում է վստահության վրա։ Այս հոլովակում մենք խոսենք ոչ միայն այն մասին, թե ինչ է Fiat փողը, այլ ինչպես է այն աշխատում, որտեղից է առաջացել, ինչ ռիսկեր ունի եւ արդյոք այս համակարգը կառուցված է վստահության, թե իլյուզիայի վրա։ Սկսենք ամենակարևորից. ինչ է Fiat փողը։ Fiat փողը կառավարության կողմից թողարկված արժույթ է, որը չի ապահովում որևէ ֆիզիկական ռեսուրսով, ոչ ոսկով, ոչ արծաթով։ Fiat բառը լատիներեն է, նշանակում է թող լինի այսպես։ Այսինքն $100 թղթադրամը արժեք ունի, որովհետև կառավարությունը պաշտոնապես որոշել է եւ որովհետև դուք վստահ եք, որ բոլորը համաձայն են այդ որոշման հետ։ Բայց իրականում այդ թուղթն ինքնին ոչ մի արժեք չունի եւ այսօր մեծ մասը նույնիսկ թուղթ էլ չէ, այլ բազմաթիվ թվեր բանկային հաշիվների եւ էկրանների վրա։ Որպեսզի հասկանանք Fiat համակարգը, պետք է հետ գնանք պատմության մեջ։ Մարդիկ սկսեցին բարտերով, այսինքն ապրանքը փոխանակելով ապրանքով։ Այնուհետև ծնվեց նյութական փողը, ոսկին, արծաթը, ինչու չէ նաև որպես նյութական փող հանդես եկան աղը եւ կովը։ 7-րդ դարից սկսած մարդիկ սկսեցին օգտագործել թղթադրամներ, որոնք իրենցից ներկայացնում էին պահուստավորված ոսկիներ։ Սա ներկայացուցչական փող էր։ Թուղթն ինքնին արժեք չուներ, բայց հնարավորություն էր տալիս փոխարկելու ոսկու հետ։ Սա զարգացավ ոսկու ստանդարտի, երբ կառավարությունները իրենց արժույթը կապեցին ոսկու հստակ քանակի հետ։ Բայց համաշխարհային պատերազմները, ճգնաժամերը եւ գլոբալիզացիան քանդեցին այդ համակարգը։ Մասնավորապես 1971 թվականին նախագահ Նիքսոնը վերջնականապես դադարեցրեց դոլարի ոսկու հետ կապը։ Դրանից հետո ամբողջ աշխարհում բոլոր խոշոր արժույթները դարձան Fiat, ոչ ոսկի, ոչ արծաթ։ Միայն կառավարություն, միայն վստահություն։ Այժմ տեխնիկական մասը։ Fiat փողը ստեղծվում է երկու հիմնական եղանակով։ Կենտրոնական բանկերը ստեղծում են փող, երբ գնում են պետական պարտատոմսեր նոր ստեղծված թվային փողով։ Այս process-ը կոչվում է բաց շուկայի գործողություններ եւ բանկային բազմակի փողի ստեղծում, այլ կերպ ասած ֆրակցիոն պահուստային բանկային համակարգ։ Ֆրակցիոն պահուստային բանկային համակարգը այն մեխանիզմն է, երբ առևտրային բանկերը պահում են միայն մի փոքր մասն իրենց հաճախորդների ավանդներից որպես պահուստ, իսկ մնացած գումարը տրամադրում են վարկերի տեսքով։ Այս մեխանիզմը թույլ է տալիս բանկերին ստեղծել նոր փող, առանց իրական թղթադրամ կամ մետաղադրամ տպելու։ Ինչպես է սա աշխատում։ Երբ դուք ձեր բանկում ավանդ եք դնում, բանկը այդ գումարը ամբողջությամբ չի պահում։ Օրինակ, եթե դուք ավանդ եք դնում $1000, բանկը կարող է պահել ընդամենը 10%-ը, այսինքն $100, իսկ մնացած $900 տրամադրել որպես վարկ այլ անձանց։ Վարկ ստացողը կարող է այդ գումարը ծախսել կամ այդ վարկը դնել այլ բանկի հաշվին, ինչն էլ նորից դառնում է ավանդ։ Այդ նոր ավանդը ևս ենթակա է նույն գործընթացին։ Այսպիսով, սկսած մեկ ավանդից համակարգը ստեղծում է լրացուցիչ գումար կրկնակի վարկավորման միջոցով։ Սա այն երևույթն է, երբ յուրաքանչյուր պահուստավորված $1 կարող է տնտեսությունում վերածվել բազմակի գումարի, շնորհիվ վարկավորման շղթայի։ Եթե պահուստի պահանջը 10% է, ապա $1000 կարող է տնտեսությունում վերածվել մինչև $10,000-ի։ Դուք բանկում ավանդ եք դնում $1000, բանկը պահում է $100 եւ վերավարկավորում 900, այդ 900-ը դառնում է մեկ ուրիշի ավանդը։ Այդ բանկը պահում է $90 եւ վերավարկավորում $810։ Այս գործընթացը շարունակվում է, գումարը բազմապատկելով։ Սա շատ կարևոր է, քանի որ հատվածային պահուստավորումը զգալիորեն մեծացնում է տնտեսության մեջ շրջանառվող գումարի քանակը։ Վարկերի հասանելիությունը խթանում է ներդրումները, սպառումը եւ աճը։ Քանի որ փողը ստեղծվում է վարկի միջոցով, ամբողջ համակարգը կախված է պարտքի շարունակական աճից։ Բնականաբար, այս համակարգն ունի հնարավոր վտանգներ։ Առաջինը՝ պարտքային կախվածություն։ Եթե մարդիկ չեն վերցնում նոր վարկեր, փողի ստեղծման գործընթացը դադարում է։ Երկրորդ՝ արժեզրկում, ինֆլյացիա։ Շատ արագ եւ շատ գումար ստեղծելը կարող է հանգեցնել գների բարձրացման։ Եվ երրորդ՝ բանկերի փլուզում։ Եթե շատ մարդիկ միառժամանակ ցանկանում են հանել իրենց ավանդները, բանկը կարող է չունենալ անհրաժեշտ պահուստ եւ փակվել։ Սրա վառ օրինակ է COVID-ի տարիներին Չինաստանի կառավարության կողմից տանկերով բանկերի մուտքերը փակելը,
քանի որ բնակչությունը մեծ հոսքով ցանկանում էր կանխիկացնել իրենց գումարը, ինչը կհանգեցներ բանկերի եւ ինչու՞ չէ նաեւ տնտեսության փլուզման։ Այս վտանգները նվազագույնին հասցնելու համար օգնության են գալիս կենտրոնական բանկերը, վերահսկում եւ կարգավորում են տվյալ համակարգը։ Նրանք սահմանում են պահուստային պահանջները եւ օգտագործում են տոկոսադրույքները եւ այլ գործիքներ փողի առաջարկն ու պահանջարկը կառավարելու համար։ Ֆրակցիոն պահուստային բանկային համակարգը ժամանակակից բանկային համակարգի հիմքն է, որի շնորհիվ բանկերը ստեղծում են նոր փող վարկավորման միջոցով։ Սա խթանում է տնտեսության զարգացումը, բայց միևնույն ժամանակ կախված է պարտքի շարունակական ավելացումից, ինչը կարող է վտանգներ առաջացնել ֆինանսական համակարգի կայունության համար։ Ֆիատ փողը հոգեբանական երևույթ է։ Փողը գործում է, որովհետև մենք բոլորս հավատում ենք, որ այն կընդունվի վաղը, ինչ-որ բան գնելիս, որ այն կպահպանի իր արժեքը։ Սա սոցիալական համաձայնություն է, հնարավոր ամենազոր իլյուզիան, բայց վստահությունը փխրուն է, երբ մարդիկ կորցնում են հավատը, փողը զրկվում է։ Այս երևույթը կոչվում է հիպերինֆլյացիա, եւ դա միայն թվերի մասին չէ։ Դա վստահության փլուզում է, ինչը կարող էր տեղի ունենալ քիչ առաջին բերած Չինաստանի օրինակում, եւ որը տեղի է ունեցել Զիմբաբվեում, տոտալ ինֆլյացիա, արժույթի ոչնչացում, Վենեսուելայում, նավթի գների անկում, որը հանգեցրեց տնտեսական կոլապսի։ Այնուամենայնիվ, ֆիատ համակարգն ունի իր առավելությունները։ Թույլ է տալիս կառավարել տնտեսությունը եւ վարել մենաշնորհային քաղաքականություն ճգնաժամերում արագ արձագանքելով, ոչ մի սահմանափակում ոսկու պաշարներից։ Այսօր մենք կանգնած ենք մի շրջադարձային կետում՝ պետական պարտքեր ռեկորդային մակարդակի, կենտրոնական բանկերը տպում են տրիլիոններ, մարդիկ կորցնում են վստահությունը հաստատությունների նկատմամբ։ Ուստի շատերի մոտ հարց է առաջանում. արդյոք այս համակարգը կայուն է։ Արդյոք բիթքոինը կամ ոսկին այլընտրանք են։ Արդյոք կենտրոնական բանկերի թվային արժույթները CBDC-ին հաջորդ քայլն են։ Այսպիսով, ֆիատ փողը հզոր, բայց միաժամանակ փխրուն համակարգ է։ Այն կարող է զարգացնել պետություններ, բայց սխալ կառավարման դեպքում կործանել ամբողջական տնտեսությունները։ Այսօրվա համար այսքանը։ Բաժանորդագրվեք, լայքեք եւ կիսվեք։ Փողօգտակարը գերակշռի համացանց։